Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, ինստագրամյան և նոր հետևորդներ, ձեզ հետ ծովինար վեդայական թվահոգեբան, աստղաբան, մոկ և տարոլոգն է։ Հավաքվեք բավականին շատ հետաքրքիր թվագիտության հետ է կապված լինելու վերլուծություն, կվերցնեմ 3 հոգի և կաշխատեմ։ Հավաքվեք։ Հավաքվեք սիրելի հետևորդներ, բարև բոլորին։ Վերցնելու եմ 3 հոգի և աշխատելու եմ 3 հոգու հետ։ Հակիրճ է լինելու, որն է ձեր միսիան, իրականում դուք, որ հասկանաք, արդյոք դուք ձեր ճիշտ ճանապարհը առաքինությունով եք գնում, թե այլ ճանապարհով եք գնում, միգուցե քաոսային վիճակ լինի, որոշ մարդկանց մոտ չհասկանան ինչն է պատճառը, թողնում եք միայն ձեր անունը պետք չի անգամ, ձեր ամիս, ամսաթիվ, տարեթիվը ինձ։ Բարև բոլորին։ Եղեք ակտիվ, լայքեք, հարգելի հետևորդներ, և կիսվեք իմ այս աշխատանքը ձեր սիրելիների, մտերիմների և հարազատների հետ։ Բարև բոլորին։ Թողեք ձեր ամիս, ամսաթիվ, տարեթիվը, ես ընդհանուր հաշվեմ, ասեմ, որն է ձեր միսիան, որպեսզի դուք տեսնեք, արդյոք դուք ճիշտ ուղիով եք գնում, թե ոչ։ Եթե ոչ, ուրեմն այստեղ կարող է այդ մարդկանց մոտ իրանց կյանքում լինի քաոսային վիճակ։ Պարզ է, բարի երկարություն։ Գրեք, ամենակ գրում եք ձեր ամիս, ամսաթիվ, տարեթիվը, կընտրեմ 3 կամ 4 հոգի, ոչ ավել, և կաշխատենք, որովհետև հավես ունեմ աշխատելու։ Քիչ առաջ եմ չնայած հորոսկոպը ավարտել, բարև ձեզ։ Սկսենք Արտուրից 0905, որ երորդ, 2000, մի րոպե, բարև Ռիման ջան, 2002 թվական, ահա, հիմա նայ Արտուր ջան, ընդհանուր քո թվանշանները, որ գումարում ենք, ստանում ենք 18, գիտեիր, դա լուսինն է, միստիկայի հետ կապ ունի, մեկին գումարում ենք 8, անում է 9, շնորհավորում եմ, դու հենց այնպես չի, որ տարոն առել ես ձեռքերդ, սկսենք դրանից, 9 թվանշանի ուրեմ ներքոծնված մարդիկ, այսինքն Մարսը մեծ դեր է խաղում ստեղ քո մոտ հոգևորը պետք է շատ արժեքավոր լինի, սկսեմ դրանից, և ինչն է հետաքրքիր, որ մեկին գումարում ենք 8, դա անում է 9, հա դու ինչի համար ես եկել այս աշխարհ, քանի որ թիվը տարես 18, ասեմ, որ մեկին գումարում ենք 8, անում է 9, հա, դու պետք է նախ լինես բավականին շատ արագ որոշող, դու ինքդ պետք է միայնակ քո կյանքի որոշումները կայացնես և լիդերությունը վերցնես քո ձեռքը, որովհետև 18 թիվը նաև իմ թիվն է, որին հակառակը չես համոզի։ 18 թվանշանի մարդիկ ընդհանրապես կարողանում են շատ ճիշտ կանխատեսումներ անել և սիրում են գիտելիքներ ձեռք բերել և աշխատել։ Հեշտ չի 18 թվի մարդկանց հետ, որովհետև դու ասես, եթե ես քեզ ասեմ, դու ես ինչ հարցում սխալ ես, ըստ է սպոր կլինի, դու կարող ասես հա քո ասածն է, բայց դու քո ձևով անես, Ստե դու պետք է կարողանաս ինչի համար ես եկել դու այս աշխարհ, դու եկել ես այս աշխարհ, որպեսզի պլանավորես, օգնես մարդկանց, կոնֆլիկտներից հեռու մնան, լինես ներդաշնակ քո աուդիտորիայի հետ, այն մարդկանց հետ, ում հետ դու համագործակցում ես։ Պետք է դու քո մեջ զարգացնես գիտելիքները, հոգևոր արժեքները, հոգևորը նյութականից չպետք է կախվես, կստացի, սա բավականին
կարևոր է։ Եթե աներ 27 թվանշանը դա ուրիշ բան, հա։ Հիմա ինչա իրենից ներկայացնում 9 թվանշանը։ Դու պետքա ոչ թե ավիրես, այլ պետքա կառուցես։ Հասկացար, որովհետև 9 Մարսը։ Նայ, եթե լինում են մարդիկ, ովքեր փորձում են քեզ պրովոկացիա անել եւ այլը, 9 ամենաուժեղ էներգիան է, Մարսի էներգիան, որտեղ դու պետքա հասկանաս, որ ինչ որ մարդիկ, ինչ որ բան, որ գրում են, ուրեմն ցածր ինտելեկտի մարդիկ են։ Չկա այդ վիբրացիան 9-ի, հա, ուզում է 3-ը լինի, ուզում է 4-ը լինի, ուզում է 8-ը լինի, կապ չունի, 9-ը ավելի բարձր է։ Հասկացար, անցնենք առաջ։ Բարև Ռիմա ջան, շատ լավ։ Դա է քո պլանները, որ դու պետքա պլանավորես եւ եթե մարդիկ անգամ, եթե կոնֆլիկտի մեջ են մտնում, հարթ ես դա։ Եվ քո կյանքը կառուցես, այլ ոչ թե ավիրես, որովհետեւ որ դու ավիրեցիր, նաեւ կարող ես ավիրել քո շրջապատում ամեն ինչ։ Այս մասին իմացի։ Անցնենք առաջ։ Ռիմա։ Ռիման մեր հետևորդներից է, Արտուրն էլ է իմ բավականին վաղուց հետևորդներից, սկսենք Ռիմայի հետ աշխատել 2304 1991 թվական 91 թիվ ես Ռիմա, իմ նման փոքր մոքր ես երևում, աղջիկ ջան, ուր եմ 20 24 27 Ինչ հետաքրքիր է սիրելի հետևորդներ, քոնը երկուսն է, երկու թվանշանը ինչի մասին է խոսում, հա, եկեք սկսենք մի փոքր ուրեմ, երկու թվանշանը լուսինն է քեզ կառավարում, նախ դա ասեմ, լուսին մոլորակն է, պրիլիվ, ատլիվ, ուզում եմ, չեմ ուզում, սրանք քո մոտ շատ է հարգելիս, բայց դու պետք է աշխատես դրա վրա, այսինքն ներդաշնակ ես դու մարդկանց հետ քո աշխատանքը կապ ունենալու երկրորդ անձի միջոցով։ Ես ուզում եմ այս մասին դու իմանաս։ Հիմա միսիան քո որն է։ Միսիան քո նա է, որ դու պետքա կարողանաս ունես մեծ լիդերի պոտենցիալ, սկսեմ դրանից, խի, որովհետև 2-ին 29-ն, հա, 2-ին 9 են գումարում, անում է 11, 10, 11, 11 ինչի մասին է խոսում, լիդերի, հասկացար, լավ լիդերի պոտենցիալ ունես, բայց հնարավոր է հետ գնաս, հա, այդ մտքից, միայնակության, եթե չկարողանաս ռեալիզացնել քո գործերը, քո իդեաները, այստեղ շատ կարևոր է կլինի քո համար, որպեսզի դու սովորես, ճիշտ քո էներգիաների ուղղություն տալ եւ պարտներների հետ հարաբերություններում լեզու գտնելու, որպեսզի ունենաս ապագայում հաջողություններ։ Սա քո առաքինությունն է, որը դու պետք է կատարես իտոգում։ Իսկ հիմա նայես, դա կա քո կյանքում, եթե կա, ուրեմն դու քո առաքինությամբ ես գնում, եթե չկա, ուրեմն այս թվանշանը դու պետքա ճիշտ օգտագործես, ինչու, որովհետև երկու թվանշանն է, լուսինն է կառավարում, պրիլիվ, ատլիվ, հա, էմոցիոնալ ես բավականին, կարելի է ասել եւ զգայուն, անցնենք առաջ, տոչնի սաղ շնորհակալ եմ, խնդրեմ, Հավաքվեք սիրելի հետևորդներ, Արտուր հետս ես ուզում ուղիղ եթեր, օքեյ, մեր Արտուրը ցանկացավ ինձ հետ ուղիղ եթեր մտներ, զապրոս ուղարկեց է ատկլանիլ, բա զապրոսն ուղարկել ես, հենց նոր տվեցի, էլ ուր ես ատկլանից անում, դե արդեն կանխատեսել եմ, անցնենք առաջ, 2404 1985 2404 1985 տեսնենք ով է, Ռիմայից էլ ավարտինք, միամիտ մատս կպավ կներեք, խնդրեմ, ուրեմ,
10, 18, 23, 27, 31, 32, 33, 6-ն ա ձերը, 33, 33-ը հավասար է 6-ին, լավ ուսուցիչ կլինես, ինչ կապված է գեղեցկության հետ Վեներան, ահա, բայց 33-ը ինքը 6 թվի հետ կապ ունի, եկեք նայենք հիմա 6 թիվը, բարեկամներով հավաքվել ենք, նայում եմ, շնորհակալ եմ, 6 թիվը ինքը կապ ունի, ինչ դու անում ես, պետք է սիրով անես, եթե անգամ դա քո մասնագիտությունն է, հարգելիս, եւ այստեղ դու պետքա կարողանաս լիարժեք հանգստանալ, սիրով մարդկանց օգնել, հա, եւ ինչն է հետաքրքիր այստեղ, որ քո լավ կողմերը դու եթե ուզում ես 6-ը, հա, ակտիվացնես լավ, պոզիտիվ, պետք է կարողանաս հոգ տանել քո շրջապատին, մարդկանց, կարողանաս ստեղծել ներդաշնակ մարդկանց հետ հարաբերություններ ույուտ լինի, հա, որպեսզի ռեալիզացնես քո տաղանդի միջոցով այդ ամեն ինչը։ Ֆիլոսոֆիան քեզ շատ լավ կօգնի եւ մարդկանց օգնելը։ Իսկ եթե նեգատիվն ես օգտագործում, հիմա ես կասեմ, տես, արդյոք դու այս նեգատիվ թվանշանը օգտագործել ես, որ քաոս կարող է լինի։ Դա այն է, որ կարող է մարդկանց հետ հարաբերություններում անիմաստ դու լինես նուրբ, բնավորությամբ փորձելով ինչ-որ բանով պետք գալ, ինչը քեզ կարող է չօգնի, որ դու հետագայում հասնես քո պլաններին, նպատակներին։ Որպես խորհուրդ եմ տալիս քո մեջ բացես ոչ թե անկայունությունը եւ երբ վստահ չես, անվստահությունը, այլ պետք է դնես շատ արագ նպատակներ քո կյանքում եւ նայես բալանսին եւ էներգոապմենին, այն ինչ դու տալիս ես նաեւ ստանում ես։ Սա իմ խորհուրդը քեզ։ Իսկ ինչ վերաբերվում է քեզ, հիմա անցնենք քեզ, քանի որ 33 թիվն է, իմ մոտ տարբեր է դա լինում, որ անում է 6 թվանշանը, դու պետքա դառնաս նաստավնիկ եւ մարդկանց սովորեցնես։ Դա քո ուժեղ կողմերը կլինի։ Այստեղ բավականին շատ կարևոր է, որպեսզի ռեալ դու նպատակներ դնես, պլաններ դնես եւ չվախենաս քո նպատակները, երազանքները կայացնել։ Հասկացա՞ր։ Սա քեզ տրված։ Որպես ուսուցիչ ամեն հարցում, բոլոր ստերաներում էլ դա կարող ես կիրառել։ Անցնենք առաջ, սիրելի հետևորդներ, բայց 6-ը, դա նաև խոսում է, հա, 33-ի մասին չեմ հիմա խոսում, քո բախտի թվի մասին ենք խոսում։ Միսիա է։ Դու 6-ը պետքա նեգատիվ չօգտագործես։ Այսինքն միայն ստանաս։ Եթե լինի էներգոապմեն, ճիշտ օգտագործես, այդ դեպքում կտրվի քեզ։ Անցնենք առաջ, սիրելի հետևորդներ, գրեք ձեր ամիս ամսաթիվ տարեթիվը, Դիաննան է մեզ մոտ, ես որ Դիաննան է, ես մոտ նախավերջի անգամ որ սովորել է, 15-ը 10-րդ ամիս, 2000 թվական։ 1-ին 5, 6, 1 էլ 7, 8, 9։ Դիաննա ջան, քեզ էլ եմ շնորհավորում, թիվդ 9-ն է։ 9-ը ինչի մասին է խոսում։ Մի անգամից է եկել 9, հա։ 9-ը խոսում է մի անձի մասին, ում ղեկավարում է Մարս մոլորակը։ Բավականին ուժեղ վիբրացիա ունես, ինչպես կարող ես քանդել շուրջ կողմդ, եթե բարկացնում են այնպես կառուցել։ Բավականին կրեատիվ, հեղափոխական անձնավորություն ես դու, հա։ Նայենք, իմ 9 թվերը միշտ ինձ մոտ է լինում, բայց քանի որ 9-ն է քո թիվը, դու պետքա մենակ կառուցես, դու պետքա 9 թիվը նաև հոգևոր թիվ է, դու պետքա կարողանաս չավիրես շուրջ բոլորդ, հա, որովհետև եթե դու այս վիբրացիան քո 9 թվանշանի
հակառակ process-ով, այսինքն նեգատիվ օգտագործես, դուք ակտիվացնես 9 թվանշանը, որը կավի քո կյանքի բոլոր փուլերը սարքելով քաոս։ Դու պետք է կարողանաս հոգևորի մասին այստեղ խոսքը հոգևոր արժեքներ ձեռք բերես, հոգևոր այստեղ բավականին կարևոր է քեզ համար։ Ես եթե անգամ ցանկանամ նեգատիվ օգտագործեմ եւ նույնը չեմ կարողանում, ես սիրում եմ մարդկանց օգնել։ Այո, դա շատ լավ է, որովհետեւ շնորհավորում եմ քեզ, դու մաքուր ինն ես, ով սիրում է օգնության հասնել, բայց դրան կա չափ։ Այսինքն դու իրավունք չունես ընդհանրապես քո կյանքում, քեզ Մարսն ասա հաղորդում, ես էլ եմ Մարս, հա։ Դու իրավունք չունես երբևիցե քո կյանքում, եթե քեզ չեն խնդրել, դու մարդկանց վազես եւ օգնես։ Ուրիշի կարման չի կարելի վերցնել քեզ վրա, որ հետո էլ նստես բողոքես ասես, այս նեգատիվ իրադարձությունները քաոս է, ինչու է իմ կյանքում ստեղծվել։ Հենց դրա համար ինչ անում ես դու, երբ որ մարդիկ խնդրում են քեզ, որպեսզի դու օգնես, դու պետք է պարտադիր ակցենտ անես, հա, որ դրանից ես ինչ ունեմ ստանալու։ Պետք է քեզ սիրես, այսինքն հարգես, հա, եւ կարողանաս ոչ թե ամեն մեկը, որ ասում է վազես օգնելու, անշահախնդիր, այլ նաեւ ինը քեզանից Մարսդ մենակ այդ ժամանակ կհանգստանա եւ դրական կսկսի ճիշտ, հա, ինքը քո համար աշխատել։ Զբաղվի նաեւ սպորտով, չի խանգարի։ Ոչ, մեջքից խփող մարդկանց էլ ներելը, ինչպես դու ինձ հետ, այնպես ես քո հետ։ Մարսը պատերազմի մի մոռացի։ Մարսը պատերազմի մոլորակն է։ Եղիր մի փոքր արդար։ Ինքդ քո հանդեպ։ Այդ դեպքում քեզ մոտ ամեն ինչ դեպի լավը կգնա։ Անցնենք առաջ, տեսնենք էլ ովքեր ունենք, որ ամիս ամսաթիվ։ Ես ասեցի մի 3-4 հոգու, բայց էներգիաս երրումի մեջս, գրեք լավ, գրեք ձեր ամիս ամսաթիվ տարեթիվը, շատ կցանկանայի, բայց ցավոք ոչ։ Եթե ցավոք ոչ, ցավում եմ քեզ համար, քեզ 9, եթե դու դրական չակտիվացրեցիր, դու հետագայում գործ ես ունենալու կրիմինալի հետ, ցավոք սրտի։ Ես քեզ կարող եմ դա 100% ասել, որովհետև ես բոլորդ գիտեք, ավարտել եմ K2-ի դպրոցը եւ ես շատ լավ գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում։ Իսկ եթե չես ուզում հետագայում տուժվես, փակեն քեզ եւ այլը, ներքաշեն ինչ որ գործերի մեջ, մի խաղա քո ճակատագրի հետ, մտածիր քո ընտանիքի, քո մասին, այլ ոչ թե ուրիշների մասին, որոնք կարող են թակարդ լառել, իսկ ինը դա իմպուլս է, որտեղ դու մի հատ իմպուլս կարող անես եւ հո ամբողջ կյանքը խորտակես։ Իմ խորհուրդը քեզ, գնա եւ մտածիր։ Կարծում եմ շատ ճիշտ տեղը տեղին ես քեզ խորհուրդ տվեցի։ Մարության աստիճանի բարի եմ, սիրելի ես գիտեմ, որ ինները բարի են։ Եվ իմ խորհուրդը քեզ միամիտ մի եղեր, սա այդ տիպը չի։ Սպորտով զբաղվի, որ այդ հին էներգիան գնա, նոր էներգիաներ գա քեզ մոտ, որը կողքեվորի քեզ առաջ կտանի։ Խնդրեմ, գրեք սիրելի հետևորդներ, ձեր ամիս ամսաթիվ տարեթիվը, աշխատենք մի փոքր, բարև ձեզ։ Խնդրեմ, տեսնենք ելով է գրել, Դիանային պատասխանինք, եղեք ակտիվ եւ կիսվեք իմ աշխատանքները, այստեղ մարդ ունենք, հա։ Արտուրը նորից պրինյացեր տվե։ Արտուր նորից ուզում ես միանաս, այ տղա։ Հիմա ես չեմ հասկանում, ուզում ես թե չես ուզում միանաս։ Այստեղ ունենք 0304-2006, լավ թիվա։ Կստացի ասեմ, որ ես նոր մատրիցայով եմ աշխատում, հին մատրիցայից արդեն բոլորը դուրս են եկել, ինքս էլ 0304-2006 8 ձերն էլ է 6-ը, այսինքն ձերը 15 թվանշանն է, հա, ստեղ 15, այո, թվանշանը ուրեմ, նայեք, մեկին
5-6, այսինքն ընդհանուր ձեր թվերը կոդը հաշվել եմ, որ օրը ծնվել եք 03-04-2006, անում է 15, մեկին գումարում ենք 5, անում է 6, ինչի մասին է խոսում 6 թվանշանը, հա, 6 թվանշանը խոսում է, որ դուք եկել եք այս աշխարհ լինելու ուսուցիչ և ձեր հետևից տանելով մարդկանց, այսինքն դուք կարող եք լինել լավ ուսուցիչ, բայց նաև կարող եք օգնել մարդկանց, կստացի մի հետաքրքիր բան ասեմ, նաև 6 թվանշանը խոսում է կան վետերինարներ, հա, նաև դա է միգուցե ձեզ տրված, ինչը կապված է գեղեցկության հետ եւ այլն, բայց դուք ձեր կյանքում պետք է լինեք, հենց 15 թիվն է ասում, առաքինությունը ձեր, միշտ պետք է լինեք պատասխանատու, եթե մեկին մի բան խոսք եք տալիս, մարդկանց հետ աշխատում եք, հա, եւ պետք է կարողանաք ճիշտ կառավարել իրավիճակը մարդկանց օգնելով հասնեն, որպեսզի մարդիկ նաև հասնեն հաջողությունների։ Պետք է կարողանաք ունենալ համբերություն, պլանավորել, հա, հենց այդ դեպքում միայն ձեր կյանքում բալանիով եմ ես ասում, հա, մարդիկ ֆակտորներ կարող են հայտնվել, որոնք կարող են ձեզ օգնել, որպեսզի դուք առաջ գնաք։ Հենց այդ ժամանակ դուք քաղեք պտուղները ձեր, հա, միսիային, որի համար դուք եկել եք այս աշխարհ։ Իսկ եթե հետաքրքիր բան ասեմ, ինչ կարող է ձեզ բավականին զարմացնել, որպես տվագետ, ձեզ բան ոչ միտեղ չեք լսի։ Երբ որ 15-ն է, դա իմ քարտերով դիավոլն է։ Ձեր կյանքում կարող են լինել բավականին շատ գայթակղություններ, պետք չի տրվել այդ գայթակղություններին։ 6 թվանշաններ է խոսում գայթակղություններին, ձեր ճանապարհին։ Եթե ընտրեք ճիշտ ուղի, ձեր միսիան այդ դեպքում ձեզ կտրվի տիեզերքից, այնինչ ես ասեցի, քաղելով պտուղները, մարդկանց առաջ տանելով։ Սա ձեր միսիան էր, որպես ուսուցիչ եւ այնինչ կապված է գեղեցկության հետ։ Ավարտեցինք ձեզ հետ էլ, հիմա ով է մեզ միացել Սրբուհին։ Սրբուհի ջան, դու նոր հետևորդ ես։ Սերինար ուզում էի դառնայի։ Ուշ չի։ Եվ դու ինչ անում ես, պետքա սիրով անես։ Ես զգացի, որ դու կենդանիների հետ սեր ունես, 6 թիվը նաև այդ մասին է խոսում։ Միշտ էներգոապմեն ունեցի մարդկանց հետ, այլ մի մտածի այսպես, որ դուք ինձ պարտավոր եք կամ ինչ որ մեկը պարտավոր է։ Ոչ, միշտ ունեցի էներգոապմեն, լավատես մարդկանց հետ շփվի, պլաններ դիր, կատարի, հա, բայց երբեք կոնտրոլ մի արա, դա արդեն դու կարող ակտիվացնես հակառակ կողմը, որտեղ թակարդները քո ճանապարհին շատ կարող է լինեն։ Հա, ամենաշատը շներին։ Դե տեսնում ես, շնորհակալ եմ։ Տեսնում եք, սիրելի հետևորդներ։ Ահա, նոր հետևորդները կարող եք դուք էլ մի հոգու էլ վերցնեմ, աշխատեմ եւ ավարտեմ, հա, սիրելի հետևորդներ։ Կիսվեք իմ աշխատանքը ձեր սիրելիների, հարազատների հետ, որպեսզի մեզ միանան եւ եղեք բավականին ակտիվ։ Անցնենք առաջ, տեսնենք էլ ով է մեզ միանում։ Մերի։ Մերին կանխատեսել ենք, Մերին հենց նոր գրեց, շնորհակալ եմ, Մերի ջան։ Սրբի ջան, կարող ես դու էլ գրել։ Քո անունը, ամիսը, ամիս, ամսաթիվ, տարեթիվը, պետք չի ստեղ անունդ գրես, դե անուն պարզա, հա, իսկ եթե տեսնում եք ձեր կյանքում մի բան առաջ չի գնում, քաոսային վիճակ է, դա ուրեմն կապ ունի, որ դուք ինչ որ ձեր թվանշաններից այս, հա, ակտիվացրել եք սխալ, նեգատիվ, դրա համար էլ կարող է ձեր կյանքում քաոս լինել, ուրեմն դուք չեք գնում ձեր առաքինությամբ, այլ լրիվ այլ ճանապարհով եք գնում։ Շատ շնորհակալ, խնդրեմ։ Տեսնենք էլ ով է մեզ մոտ գալու, իր հետ էլ աշխատենք, արդեն նստում զարյատկան, գիտեք, չէ, միգուցե ավարտենք, որովհետև էլ բան չի մնացել, էլի պետք է աշխատեմ։ Լավ, այսքանով կավարտենք, սիրելի հետևորդներ, կարևորը մի փոքր ես ձեզ հետ թվագիտությամբ աշխատեցի, որովհետև շատ մարդկանց կյանքում լինում է քաոս, հա, եւ մարդիկ չգիտեն, թե
դա ինչի հետ կապ ունի։ Դա հենց կապ ունի նրա հետ, որ դուք միգուցե ակտիվացրել եք բացասական կողմը ձեր թվերի, շատերի մոտ դա կապ է ունենում էգոյի հետ, որ ես չեմ կարող, ես։ Հակառակը դուք պետք է կարողանաք։ Իսկ շատերի մոտ երկու թվանշան չկա, հա, հոգեմատրիցայի մեջ, այսինքն մարդը չի կարողանում ներդաշնակ լինել մարդկանց հետ, շրջապատի հետ, կոլեկտիվի հետ, եւ ստեղ կարող է ակտիվացնի իր երկու թվանշանը բացասական։ Դրա վրա էլ չէ պետք աշխատել։ Հասկացաք, ինքը բավականին գլոբալ է, նաև ովքեր կցանկանան սովորել ինձ մոտ, պարտադիր չի ուժեր ունենակ, թվագիտություն, բավականին խորը, որպես պրոֆեսիոնալ մասնագետ, խնդրեմ, կարող եք ինձ իմ YouTube-յան էջում գրել, ներողություն, իմ ուրեմն Facebook-յան Messenger-ին էստեղ կարող եք գրել, Facebook-յան Messenger-ին, WhatsApp եւ Telegram կանալին թողնելով ձեր հեռախոսը համարը, որովհետև կուրսը մեկ ամիս է լինելու, բայց բավականին լի է լինելու շատ բազային ինֆորմացիաներով, որտեղ դուք կարող եք հետագայում դառնալ բավականին պրոֆեսիոնալ մասնագետներ, վեդայական թվահոգեբաններ։ Այսքանով ավարտում եմ ես իմ աշխատանքը, սիրելի իմ հետևորդներ, մաղթելով ձեզ լավ օր, լավ տրամադրություն։ Այսօր այսքանը։